Մարզահամերգային համալիրի վաճառքի վերաբերյալ կառավարության որոշման մեջ որևէ հստակություն չկա։ Չեն ներկայացվում մանրամասներ, թե որն է գործարքի բուն նպատակը։ Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշում է. Տպավորությունը այնպեսին է կամ որ վարչապետին են ինչ-որ տեղ խաբել, կամ կառավարությունն է հասարակությանը խաբում։ Ներդրումային ծրագիրը, երբ որ ընթերցում ես, անգամ ոչ մասնագետի աչքով, տպավորություն է ստեղծում, որ սա չհասկացող ինչ-որ մի մարդ, գործիչ չհասկացող մի մարդ, ինչ-որ տեղից copy-paste արել։ Քաղաքացիական նախաձեռնությունների անդամները պահանջում են ոստիկանությունից վերադարձնել բողոքի տարբեր ակցիաների ժամանակ իրենցից առգրավված գույքը, բարձրախոսներ, համակարգիչներ, դրոշներ։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը ասում է, որ չեն կարողանում նոր բարձրախոսներ գնել եւ ունեն տեղեկատվություն, թե դրանք արգելված է ներկրելը։ Ոստիկանությունը առգրավելով բարձրախոսը ասում է, որ բարձրախոսը իրավախախտման գործիք է հանդիսանում։ Բարձրախոսով ինչ են անում, խոսում են։ Այսինքն ռեժիմի համար խոսելը արդեն իրավախախտում է։ Վերջին ամիսներին Հայաստանի տարբեր մանկապարտեզներում գրանցվել է սննդային թունավորումների մի քանի դեպքեր, որոնց հետևանքով թունավորվել է 5 տասնյակից ավելի երեխա։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը թվարկում է, թե ինչ բացթողումների հետևանք են դրանք։ Սնունդը 1, հակասանիտարական վիճակը 2։ Արտաշիսյան փողոցում գտնվող փոքր Մայամի հյուրանոցն անհանգստություն է պատճառում մոտակայքում ապրող բնակիչներին։ Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Աթոյանի խոսքով պատկան մարմինների կողմից չկա համապատասխան հսկողություն։ Գիշերվա ժամը 3-ին ամենաուր ժամին գնացեք տեսեք ինչ է կատարվում։ Լկտի հայոյանքներով, լկտի վերաբերմունքով նրանք ինքան արտոնյալ են, որ արդեն հաշվի չեն առնում։ Գիշերվա ժամ է, մարդիկ քնած են, իրանց պետք է անում են այդ ժամանակ Կրթության և գիտության նախարարությունում կայացել է համալսարանական սպորտի խոշորագույն միջազգային միջոցառումների և համաշխարհային ունիվերսիադայի մրցանակակիր ուսանող մարզիկների պարգևատրման արարողությունը։ Օգտվելով առիթից լրագրողները նախարար Արմեն Աշոտյանին հարց տվեցին հաշմանդամություն ունեցող երեխայի հետ կապված, որին թիվ 125 դպրոցի տնօրենը հրաժարվել է ընդունել։ Ցավոք նման միջադեպեր լինում են, կարծում եմ տնօրենները պետք է շատ ավելի ուշադիր և զգուշ լինեն նման հարցերով։ Անմիջապես սեպտեմբերին հրավիրելու եմ կոլեգիայի նիստ, ինձ կոլեգիայի նիստ, որտեղ հատուկ քննարկման առարկա ենք դարձնելու ներառական կրթության հիմնախնդիրները Հայաստանում։ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում։ Երևանից ժամանած հատուկ մասնագիտական խումբը աշխատում է ամենափրկիչը ամպերի մեջ որմնանկարի վրա։ Շինարարական աշխատանքների պատասխանատու Մերուժան Հովսեփյանը տեղեկացրել է. Նկարը կավարտվի օգոստոսի վերջին եւ նախատեսում ենք գոնե այս տարվա մեջ այս ներքին հարդարման աշխատանքները իրենց ավարտին հասնել։ Միջազգային կառույցները ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հասկացրել են, որ իր կուսակցությունը չի կարող բովանդակորեն չքննարկել Սերժ Սարգսյանի սահմանադրության նախագիծը։ Մեր գործընկերների հետ միջազգային կառույցներից հանդիպման ժամանակ եղավ այսպիսի տեսակետ, որ իրենց համար հասկանալի չի լինի եւ եթե երկրորդ հիմնական քաղաքական ուժը այս երկրի կարևորագույն փաստաթղթի վերաբերյալ որթեգրի դիտորդի կարգավիճակ։ Այսօր ԲՀԿ-ի մեծամասնությունն էլ է ճիշտ համարում մտնել բովանդակային քննարկման մեջ, սակայն Նաիրա Զոհրաբյանը մնում է այն համոզմունքին, որ սահմանադրական փոփոխությունների օրակարգը կեղծ է։ Երկրի ժողովրդի հանրության օրակարգում այսօր նման փոփոխությունների խնդիր չկա։ Տիկին Զոհրաբյանին դեռևս տեսանելի չէ, թե ինչպես է արձագանքել իշխանությունը Վենետիկի հանձնաժողովի մտահոգության պատճառ դարձած կայուն մեծամասնության դրույթին, դա նաև տիկին Զոհրաբյանի մտահոգությունն է։ Այդ դրույթը բերելու է քաղաքական մենաշնորհիվ։ Հաջորդ շաբաթ Վենետիկի հանձնաժողովը կլինի Հայաստանում, տիկին Զոհրաբյանի տեղեկություններով նրա օրակարգում չկա հանդիպում քաղաքական ուժերի հետ, այնուամենայնիվ ԲՀԿ ղեկավարը կցանկանար հանդիպել նրանց հետ եւ քննարկել մի քանի հարց։ Երբ որ արդեն իրենց պատասխաններ կլինի, մենք կտեսնենք, թե մասնագիտական հանձնաժողովը ընդհանրապես տարբեր քաղաքական ուժերի ներկայացրած առաջարկներից ինչն է ընդունում, ինչն է մերժում, այսինքն մենք կունենանք վերջնական տեքստը, այն ժամանակ կուսակցությունը առավել բովանդակային քննարկումներ կանցկացնի եւ իր դիրքորոշումը կհայտնի։ Պատգամավորը նկատել է, որ սոցիալական ցանցերի միջոցով իր բառերով տարբեր դիակ քաղաքական ուժեր ԲՀԿ-ից դիրքորոշում են պահանջում նոր սահմանադրության նախագծի մասին։ Ուզում եմ առ այս պահը ընդհանրապես բարեկամաբար զգուշացնել, զբաղվեք ձեր քաղաքական դիակներով, միգուցե
նրանց հաջողվի երկրորդ շնչառություն ապահովել, չնայած ես քաղաքական Ֆրանկենշտեյնների կենսունակությանը չեմ հավատում։ ԲՀԿ ղեկավարը ոչ մի կին խորհուրդ չի տա Սերժ Սարգսյանի առաջարկած նախագծի առիթով ժողովրդին ուղղել Բարգավաճ Հայաստանի դեմ։ Ժողովուրդը բացարձակապես որևէ կապ չունի այս գործընթացի հետ, ժողովրդի օրակարգում բացարձակապես նման խնդիր չկա եւ մի փորձեք ձեր կոդլի, ձեր թայֆայի վճարովի, այսպես ասենք, պրես ռելիզները սոցհարցումների տեսքով ներկայացնել որպես հանրային կարծիք։ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն, եթե բարեփոխումների պահանջը առաջ է քաշում հասարակությունը։ Մեր հասարակությունը կարծես թե այդ պահանջը չի դրել, որովհետև մեր հասարակության մեջ դեռևս պահպանված է հպատակի զգացողությունը։ Երբ որ չկա այդ դերքևից այդ պահանջը, իշխանությունները փորձեցին անել սահմանադրական փոփոխություններ։ Իրավապաշտպանը ցավով է արձանագրում մեր հասարակությունը սպասում է մի լավ թագավորի, ով իր մասին կմտածի։ Լավ իշխանություն չի լինում, իշխանությունը լինում է տանելի կամ անտանելի։ Իսկ տանելի իշխանություն ստեղծելու համար դու պետք է պայքարես դրա համար, այդ թվում նաև սահմանադրական փոփոխությունների։ Սահմանադրական բարեփոխումները երկու նպատակ են հետապնդում։ Մի նպատակը, որ շարունակի նամանալ իշխանության մեջ եւ կուսակցությունը սկսի իշխել, եւ մյուս նպատակը, երբ որ նախագահական ընտրությունները հանում ես, ապա կոլապսների հավանականությունը Հայաստանում շատ փոքրանում է, որովհետեւ Հայաստանում հիմնական քաղաքական ճգնաժամը լինում է նախագահական ընտրությունների ժամանակ։ Իսկ արդյոք ընդդիմությունը իր տարաձայնությունները մի կողմ դնելով կմիավորվի եւ կձախողի սահմանադրական հանրաքվեն։ Հին ձայնապնակն է երկում, նույն ընդդիմության, այսպես ասեք, երկն ենք լսում, որ ոչ մի դեպքում թույլ չեն տա եւ պետք է դրա դեմ կոալիցիա ստեղծել։ Կստացվի այս անգամ թե չի ստացվի, դժվարանում եմ ասել։ Իրավապաշտպանը անդրադառնում է նաեւ վերջին օրերին հասարակական հնչեղություն ստացած ծեծի դեպքերին։ Կապում ենք մի հասարակարգում, որտեղ փաստորեն վայրենությունը հարցեր լուծելու միակ ձևն է դարել։ Պետք է կարողանալ քննադատել եւ քննադատություն ընդունել եւ պարտադիր գտնել եւ հայհոյել միայն եւ ծեծել։ Մեծ սա քաղաքակրթական նորմ է։ Մենք դեռևս գտնում ենք քաղաքակրթության շատ ցածր մակարդակում։ Նայիրիդ գործարանի 20 նախկին աշխատակից առ այսօր չի ստացել իր աշխատավարձը, թեև կառավարությունը համարում է, որ պարտքը մարված է։ Չստացողները նրանք են, որոնք գտնում են, որ գործարանը պետք է տա ոչ միայն 24 ամսվա աշխատավարձը, այլև այն տուժերը, որոնք առաջացել են այդ պարտավորության չկատարման արդյունքում։ Ընդ որում դատարանը բավարարել է նրանց հայցը։ Իրենք օրենքի խախտում են թույլ տվել, այդպիսի բան չկա։ Գործատուն, երբ որ պայմանագիր է կնքում աշխատողի հետ, պայմանագրում նա ունի պարտավորություն, եթե ժամանակին չի տալիս աշխատավարձը, չի վարձատրում, նա պարտավոր է տուժ տալ։ Էներգետիկա եւ բնական պաշարների նախարարության մոտ հավաքվածները սակայն այն նայիրիցիներն էին, որոնք համաձայնվել էին չստանալ տուժ տուգանքները։ Նրանք այսօր ուզում էին հասկանալ, ինչու տուգանքներից գոյացած գումարը ոչ թե Նայիրիդ գործարանի վերագործարկման նպատակով է ծառայելու, այլ փոխանցվելու է Նայիրիդ 2-ին։ Եթե Նայիրիդ 2-ից չփոխանցվի մեր տոկոսները Նայիրիդ գործարանին, այդ դեպքում մենք բոլորս միասին, միամուռ ուժերով դատի կտանք եւ կպահանջենք այդ տոկոսները։ Տոկոս չի լինելու, բրծավ ինչ տոկոս։ Տոկոսը կլիներ այն դեպքում, եթե նրանք դիմեին դատարան, ինչ որ սահմանված մեթոդիկայով դատարանը որոշեր, որ նա պիտի տոկոս կիրառի ուշացման համար եւ այլն։ Տոկոս գոյություն չունի։ Նայիրիցիներից շատերը հայտարարում են, որ տուգանքներից հրաժարվել են գործարանի տնօրինության շանտաժի արդյունքում։ 2400 մարդուն շանտաժ ենթարկել հնարավոր չի։ Դա երկկողմանի համաձայնագիր է։ Ըստ էներգետիկա եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի, առաջիկա 15-20 օրերի ընթացքում նոր միայն Նայիրիդ գործարանի գույքը կհանվի Միջպետական բանկի գրավադրումից, որից հետո գործարանի տնօրենին կհանձնարարվի կազմել գործարանի տեխնիկական վերազինման ծրագիր։ Թե ինչ գումարով է մարվել նայիրիցիների պարտքը, այդ հարցի պատասխանն այսօր այդպես էլ չտրվեց։ Աղքատության բարձր ցուցանիշով հայտնի Շիրակի մարզում արձանագրվել է սեփական եկամուտների աճ։ Հողի հարկն է հիմնականում եւ վարձակալական հողերի վճարները, որը 72.2% է կազմում հողի հարկը, իսկ գույքի վարձակալությունից եկամուտները 72.6%։ 7 ամսվա ընթացքում մարզի համայնքների սեփական եկամուտները կազմել են 83.7%, բայց շիրակցիները հեշտությամբ չեն վճարում հարկերը։ Չեմ վճարի ես։ Չունեմ ուդից փեշակից հազիվ հասցնում եմ մեզի սննդի։ Մոտ 20 ցենտներ բեր կաբով է 1 հեկտար հողնոր կրանաց 0 կայնից։ Այսինքն ջուանտեսյան վեսրվա վիճակը շատ սարսափելի է։
Պարզվում է շատերն էլ արտերկրից փոխանցված գումարներով սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն հարկ են վճարել։ Երեխեքը Ռուսաստան աշխատում են, գալում են այստեղ, ստիպված պիտի վճարես, ինչ են։ Փողն էլ հեշ բան են դարձրել կուրսը։ Իրեք երեխեն կաշադի գրեն, այստեղ հեշ բանը չկային, ինչ պետք է։ Մետր վշուշքով, միտեր ապրում ենք էլի։ Գյուղացին հասկացել է չվճարելը շատ ավելի ծանր է նստում։ Ստաց նորից տուգանք պետք է, ավել լավ է ժամանակին 10 կինը 10, քան թե թանկ 10 նորից ավել 10։ Տուգանքները աշխատում է։ Պետական ռեկետ է։ Մենք մեր պետությունը լավ գիտենք, իշխանությունը լավ գիտենք։ Օրենսդրական վերջին փոփոխություններից հետո հատկապես գյուղացին հարկը չվճարելու տարբերակ չունի։ Համայնքի ղեկավարը կարող է որոշում կայացնել եւ մտնել դակ բռնագանձում կատարելու համար, մինչեւ 500,000 դրամի չափով։ Այս իրավիճակում ըստ մասնագետների բնականաբար Շիրակի մարզում 2015 թվականին էլ կգրանցվի սեփական եկամուտների 100%-անոց ցուցանիշ, ինչպես նախորդ տարիներին։ Նորուսումնական տարվա շեմին թանկացել են գրենական պիտույքները, դպրոցական հագուստը։ Պայուսակներն եմ, գրային տարբերություն տեսնում եմ։ Կանցյալ տարի ես 6-7 հազարի մեջ տեղավորվում էի լավ պայուսակ ընտրելուց, այս տարի 9-10-11 հազարի սահմաններում արդեն։ 20,000 նստում է։ Հենց մի հատ սումկային տվել ենք 30,000։ Իսկ մի հատ շորը առնելուն տալ 15,000, տես ինչ գումարներ է։ Ռուսական թեքումով ա գնում, այնտեղ էլ մի հատ գիրկը առնում ենք 12,000-ով։ Տիկին Լալան որդու սեպտեմբերի 1-ի համար խնայողություններ անում արդեն մի քանի ամիս շարունակ։ Որդին ավարտական դասարանի աշակերտ է, գիտի այս տարի ծախսերն ավելի շատ են լինելու։ Նախորդ տարիներին ավելի շատ բան հնարավոր էր առնել այն գումարը, որ պետք է հատկացնեմ։ Հիմա ես կծախսեմ նույն գումարը, բայց ավելի պակաս բաներ կառնեմ։ Այս տարի բավականին ծախսեր ունեմ։ Ծնողները խոստովանում են, թեև գնումներ կատարելիս հաշվի են առնում նաև երեխաների ցանկությունները, բայց առաջնահերթ է գրպանի պարունակությունն է։ Մոտ 50,000 կբավականացնի։ Չեմ կարծում ամեն ինչը կբավականացնի, բայց պետք է տեղավորվենք։ Գոնե մենք էսենց աշխատում ենք մեր կոկոթից կտրում ենք ծերին հասցնում ենք, իսկ ծնող կա չի կարողանում, ի վիճակի չի աշխատել, իսկ ծնողը ինչ պետք է անի։ Գրենական պիտույքի վաճառքով զբաղվողները սակայն մեծ տարբերություն չեն նկատել գների մեջ։ Պարզապես բողոքում են, հաճախորդ չունեն։ Ֆիրդուսի տոնավաճառի աշխատակիցները հիշում են, մի քանի տարի առաջ այս օրերին խոսելու ժամանակ չկար, հիմա շուկան դատարկ է։ Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ դիմում են բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոն հայրությունը պարզող ԴՆԹ անալիզի համար։ Զարմանալի էր ինձ համար, շատ են դիմում, երևում է, որ այս խնդրեմը բավական հասունացած է։ Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնում այս հետազոտությունը չի կատարվում։ Դիմողներին ուղարկում են փորձաքննությունների ազգային բյուրո։ Այս կենտրոնի հիմնական ուղղվածությունը կլինիկական եւ գենետիկական հետազոտության անցկացումն է։ Պարզելու համար ժառանգական հիվանդությունները։ Հայաստանում ամենահաճախը հանդիպում է միջերկրածովային ընտանեկան տենդը, որը հայտնի է պարբերական հիվանդություն անվամբ, որը բնորոշ է հայերին, թուրքերին, արաբներին, հրեաներին։ Հիվանդության տարածվածության մասին խոսում են թվերը։ Վերջին տարիներին հետազոտություն անցել է 26,000 մարդ։ Նրանցից 15,000-ի մոտ մենք հաստատել ենք պարբերական հիվանդությունը։ Գենետիկական հետազոտությունը չափազանց կարևոր է նաև ապագա մայրերի համար։ Երբ որ ոչ ինվազիվ ճանապարհով հայտնաբերվում են որոշ ինչ-որ շեղումներ նորմայից, այդ ժամանակ բժիշկները ուղարկում են այստեղ արդեն ինվազիվ պրոցեդուրայի համար։ Առավելությունը դա է, որ կարելի է արդեն չծնված այս պտղի մոտ որոշել որևէ գենետիկական հիվանդություն։ Եվ արդեն ընտանիքը ինքն է որոշում ինչ է պետք ինչպես է վարվելու։ Իդեպ աշխարհում մոտ 15,000 ժառանգական հիվանդություն կա, որից 6-ից 7,000-ը համարվում են հազվադեպ հանդիպող։ 1997 օգոստոսի 18-ի երեկոյան վերաբացվեց Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը։ Այստեղ անցկացվում է մեր Երևան փառատոնը։ Լինելով քաղաքի սրտի կենտրոնում, այս կետը մշակութային պետք է շատ բուռն գործունեություն ծավալի։ 1997 օգոստոսի 19-ին Հելսինկյան ասոցիացիայի նախագահն ասում է, որ Հայաստանի ամեն անօրինականության հետևում երկրապահներն են։ Վանաձորի ջոկատը 1997-ի հուլիսին զինվորական համազգեստներով ներխուժել է կառույցի մարդու իրավունքների գրադարան եւ բռնագրավել տարածքը, ոստիկանությունը որևէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին։
1997-ի այսօրը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունում է Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Նիկոլայ Ռիժկովին, որի հետ քննարկում է հայ-ռուսական հարաբերությունների եւ աղետի գոտու վերականգնման հետ կապված հարցեր։ 1998-ի օգոստոսի 19-ին հայտնի է դառնում, որ ստորագրվել են Անի եւ Արմենիա հյուրանոցների սեփականաշնորհման պայմանագրերը։ Արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանն ավետում է, որ Արմենիան հայեր են գնել։ Պետությունը վաճառել է 80%-ն $8 միլիոն, Անին վաճառվում է $4 միլիոն, $10 միլիոն ներդնելու պայմանով։ Գործանում ենք առանց դատի կալանավոր ենք։ 1991 թվականին Գետաշենից բռնագաղթվածները դժգոհում են, որ Աբովյանի գյուղերից մեկում ապրում են առանց տարրական պայմանների աղետի գոտուց բերված տնակների մեջ։ Նրանց համբերության բաժակը լցվել է տնակներից մեկում տեղի ունեցած հրդեհից հետո, ջուր չկար, որ կրակի դեմն առնեն, ինչպես նաև հեռախոս, որ զանգեին հրշեջ ծառայություն։ Ստեղ ես քան ժողովուրդը կոտորվում է, ստեղ ապուրում չեն։ Ավելի լավ աստե ժողովուրդ հավաքվեն, քինակ կանալը լցվեն, մի անգամից մահա ընկերովի մահա հարցանիկա։ Ամուսնություն չկա, 7 տարում մի ամուսնություն չկա, մի ծնունդը չկա։ Ես ոչինչ չունեմ Հայաստանում թողնելու։ Միայն խնդրում եմ, ինձ օգնություն տակ 3 հատ սամալյոտի տոմս, թողեմ ու հեռանամ Հայաստանից։ Այս գեղեցկուհիներն ապագա զինվորներ չեն, միս ուսանողուի մրցույթի մասնակիցներն են, որոնք 2000-ի օգոստոսի 19-ին շարային քայլքով մտնում են Կոմիտասի Պանթեոն այնտեղ կարգի բերելու։ Պանթեոնն աղջիկների խնամքի առաջին գերեզմանոցը չի լինի, հաջորդը լինելու է եռաբլուրը։ Շարային մարշով կլինի նորից եռաբլուրը, որպեսզի բանակին ցույց տան եւ զինվորներին խրախուսեն, որ իրենք ծառայում են եւ իզուր չէ իրենց ծառայությունը, որ աղջիկները եւս պատրաստ են իրենց կողք կլինելու։ Իդեպ գեղեցկուհիների ուշադրության թիրախում կլինի նաեւ Թոխմախի գերեզմանոցը։ 2000-ի այսօրը Հայաստանի պետական նոտարական գրասենյակի արխիվը հայտնվում է կրակի բերանում, հրշեջներն անզոր են, մոտ 10 րոպե արխիվը ծխում էր եւ դա որևէ մեկին հետաքրքիր չէր։ Մտածում են, որ երևի դրսի արկղում ինչ որ թուղթ են վառել։ Հետո մի պահ զգացինք, որ մի կին ըստ երևույթին հավաքարարուհիներ իրենց վազեց դեպի սենյակներից մեկը ու գոռաց արխիվն ա վառվում։ Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին գնդակահարելուց հետո Ռոբերտ Քոչարյանը զբաղված է մեդալներ բաժանելով 2001-ի այսօրը թալինցիներին հավատացնում է ազգային համաձայնության ճակատի անդամներից մեկը։ Ճակատի գաղափարախոս Աշոտ Մանուչարյանը թալինցիներին խոստանում է թեժ աշուն։ Եվ հանրահավաքներ են լինելու եւ ցույցեր եւ ստորագրահավաքներ։ Այս ստորագրահավաք է տեղի ունենում հիմա, որ Ռոբերտ Քոչարյանը մեր նախագահը չի։ Փախստական Նախշուն Խոջոյանը 2001-ի այսօրը սպառնում է շղթաներով գլխավոր դատախազության դռանը կապված մորը Աշխեն Խոջոյանին թողնել մուտքի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ Վարդենիսի գյուղերից մեկի իրենց կողոպտված տան վնասը չեն փոխհատուցել, մեղավորներին էլ չեն հայտնաբերել։ Մինչ դատախազի տեղակալը նրան ընդունում է, խոստանում, որ 10 օրվա ընթացքում կպատժի մեղավորներին։ Նախշունի մորը համահայկական երկրորդ խաղերի մասնակիցները գումար են թողնում։ Դուստր գոհունակության վերադառնում է դատախազի տեղակալի մոտից եւ արձակում մոր անկողն շղթաները, բայց խոստանում է վերադառնալ, եթե 10 օրը ոչինչ չփոխի։ 2001-ի այսօրը Հայաստանում ավարտվում են մեկ շաբաթ առաջ մեկնարկած գնդային ցուցադրական զորավարժությունները։ Ըստ ծրագրի պայմանական հակառակորդը ճեղքել է մեր սահմանը, նրանց կասեցնում են, հարձակվում են եւ ոչնչացնում։ Զորավարժություններին հետևում էին մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ, այստեղ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Զգաս! Արոն գլխավոր հրամանատար, Բաղրամյան ուսումնական զորամասում անցեկասում զորավարժություն 5-րդ բանակային կորպուսի 545-րդ գնդեր ուսումնական մեթոդական մարտական գրակով զորավարժության ղեկավար գեներալ լեյտենանտ Գրիգորյան։ Ազատ։ Արդյունքները անշուշտ մի քանի օրվա ընթացքում իմի կբերենք, կլինի նախարարի հրաման, որտեղ կնշվեն եւ դրականը, եւ բացասականը։ Армянская армия показала сегодня, что она боеспособна и может оборонять свою родину. 2011-ի այսօրը Հայոց համազգային շարժում կուսակցությունից դուրս գալու դիմում է գրում Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Իր որոշումը Արզումանյանը բացատրում է այսպես. ՀՀՇ-ի ներսում մթնոլորտը բավականին լարված է, կա նահանջ ազատական գաղափարախոսությունից։ ՀՀՇ-ն պետք է լիներ ազատականության լոկոմոտիվը Հայաստանում։